Պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու համար ամենատարբեր միջոցների դիմելը նորություն չէ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը, ուսման, բուժման պատրվակով երկրից հեռանալը, կեղծ հիվանդությունների միջոցով տարկետում ստանալը հայրենիքի հանդեպ պարտքը չհանձնելու հիմնական ձևերից են։ Ու այդպես բազմաթիվ հայ տղաներ լքում են Հայաստանը մինչև 18 տարեկանը ու վերադառնում 37-ից հետո, կամ չեն վերադառնում։ Նման օրինակ դեպքերը հազարներով են։ Վերլուծելով վերջին 20 տարիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների թիվը, զորակոչի ներկայացած, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը, տեսնում ենք, որ վերջնարդյունքում հրավիրվածների միայն 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Ծառայությունից խուսափողները իրենց ընտրությունը հիմնավորում են ծառայության երկար ժամկետով, սահմանային լարված վիճակով։ ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար, ներկայացնելով նախ խստացնող կարգավորումներ։ Առաջին, կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության։ Երկրորդ, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին։ Երրորդ, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Արական սեռի այն քաղաքացիները, ովքեր հերթական զորահավաքից կխուսափեն առաջ բերելով առողջական խնդիր ու կհրաժարվեն փորձաքննություն հանձնել, ըստ առաջարկվող բարեփոխումների կպատժվեն քրեական օրենսգրքով։ Ծառայության մեկնելու խրախուսող կարգավորումներով էլ պատգամավորն առաջարկում է ներկայիս 3400 դրամի փոխարեն բարձրացնել շարքային զինծառայողներին տրամադրվող ամսական դրամական ապահովությունը։ Առաջարկվում է կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք։ Ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն։ Առաջին, ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն։ Երկրորդ, ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ երրորդ, ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Եվ նաեւ երրորդ եւ վերջին խրախուսող կետը դա խրախուսել արական սեռի անձանց ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը, տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սահմանված գումար։ Վերջին կետը վերաբերում է ազգությամբ հայ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող արական սեռի ներկայացուցիչներին, ովքեր քաղաքացիություն հիմնականում ցանկանում են ստանալ 27 տարեկանից հետո։ Պետությունն այսպես ասած կոմպրոմիսային տարբերակ է առաջարկում։ Բացի ներկայացված բարեփոխումներից, պատգամավորը նաև հայտնեց, որ կառավարության ծրագրի մեջ է մտնում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Առանց փակագծեր բացելու Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ հարցին իշխանությունը կանդրադառնա այս աշնանը կամ եկող տարի գարնանը։